Չեռնոբիլի ատոմակայանում էլեկտրաէներգիայի անջատումները արագորեն լուծվել են, հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը։ Ինչպես կազմակերպությունը հայտնել է, հողում անելով իր գործադիր տնօրեն Ռաֆայել Գրոսին, ատոմակայանը արագորեն միացվել է այլընտրանքային էլեկտրահաղորդման գծերի և էլեկտրաէներգիան վերականգնվել է, բացառությամբ նոր անվտանգ փակ տարածքի, որտեղ գտնվում է սարկոֆագը։ Դրա էլեկտրաէներգիան մատակարարվում է դիզելային գեներատորների կողմից։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է. Դաշնային կառավարության մասնակի փակումը թուլացնում է Վաշինգտոնի դիրքերը միջազգային հարաբերություններում և սպառնում է ԱՄՆ անվտանգությանը։ Կոնգրեսի դեմոկրատները որոշել են փակել կառավարությունը, նրանց գործողությունները, որոնք թելադրված են կուսակցական շահերով, խաթարում են Ամերիկայի դիրքերը համաշխարհային ասպարեզում և սպառնում են ազգային անվտանգությանը, հայտնել է պետքարտուղարը։ ԱՄՆ դաշնային կառավարությունը հոկտեմբերի 1-ի կեսգիշերին մասամբ դադարեցրել է գործունեությունը ֆինանսավորման պակասի պատճառով։ Սա տեղի է ունեցել այն պատճառով, որ ԱՄՆ կոնգրեսում իշխող հանրապետական և ընդդիմադիր դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները չեն կարողանում համաձայնության գալ մի շարք ծախսերի շուրջ, այդ թվում առողջապահության ոլորտում։ Իմպիչմենտը մի գործընթաց է, որը դասավորվելու է ի օգուտ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է քաղաքական գործիչ Անի Սամսոնյանը։ Նրա կարծիքով վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնության շուրջ ստեղծված ստերը այնքան շատ են, որ մի օր պայթելու են և հիասթափեցնեն նույնիսկ դրան հավատացողներին։ Սրանով Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, որ ընդդիմությունը, խորհրդարանական ընդդիմությունը այնքան կարող չէ, որ իրեն իմպիչմենտ անի, այսինքն չկան բավարար ձայներ, կա ինչ-որ ձևական համաձայնություն։ Երկրորդը, Նիկոլ Փաշինյանը ուզում է ժողովրդին ցույց տալ, որ հին դրակոնը արթնացել է, որ տեսեք ժողովուրդ, ոտի են կանգնել և ինձ ուզում են հեռացնել, կրկնելով հայտնի 21 թվականի նարատիվը, որ ոնց որ նախկինները ուզում են հետ գա, այս իմաստով, և երրորդ իհարկե այս գործընթացի շուրջ այնքան շատ ստեր են պտտվում, որ այդ ստերը փուչիկ են և այդ ստերը եթե պայթեցին, ժողովուրդը ի վերջո նույնիսկ այն մարդիկ, ովքեր հավատացել են այս իմպիչմենթին, օրինակ երկրորդ և երրորդ նախագահների համակիրները, իրենք ևս հիասթափվելու են։ Հոկտեմբերի 6-ից հնարավոր կլինի ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ստացման դադարեցման նախնական հայտ։ Այս մասին տեղեկացնում են ներքին գործերի նախարարությունից, նշելով, որ 2026 թվականի հունվարի 1-ից դիմումների ընդունումն ու հերթագրումը կիրականացվի բացառապես քաղաքացիության գործերի նոր էլեկտրոնային համակարգի միջոցով։ Վարչարարության որոշակի փուլում դիմումատուներից կպահանջվի մեկ անգամ մոտենալ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գրասենյակ, ֆիզիկական նույնականացում անցնելու և բնօրինակ փաստաթղթերի ստուգման նպատակով։ Հոկտեմբերի 6-ից սկսած դիմումատուները հնարավորություն կունենան առցանց գրանցվել հարթակում, ստեղծել, խմբագրել և ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու նախնական հայտ, ամրագրել միգրացիայի և քաղաքացիության ծառայություն այցելության օր ոչ շուտ, քան 2026 թվականի հունվարի 22-ը։ ՀՀ քաղաքացիները նոր համակարգում գրանցվելու են բացառապես ԵՍ ազգային նույնականացման հարթակի միջոցով, ինչի համար անհրաժեշտ է նույնականացման քարտ և էլեկտրոնային թվային ստորագրություն։ Օտարերկրյա քաղաքացիները փախստականի կարգավիճակ ունեցող և քաղաքացիություն չունեցող անձինք գրանցվելու են ըստ ցանկության, խիստ նույնականացմամբ կամ էլեկտրոնային փոստի վավերացմամբ, կցելով ճամփորդական փաստաթղթի լուսապատճենը։ Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված ռետակոծությունների և ռմբակոծությունների հետևանքով զոհվել է առնվազն 85 պաղեստինցի, հաղորդում է պաղեստինյան Վաֆա լրատվական գործակալությունը։ Անկլավի հյուսիսային մասում հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 53 մարդ, ևս 28-ը կենտրոնական մասում և 4-ը հարավում։ Ավելի քան 180 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոցներ։ Հաղորդվել է նաև, որ Գազայի առողջապահության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում գրանցել է սովից 2 մահվան դեպք, մահացածներից մեկը երեխա է։ Անկլավում սովի մահացածների ընդհանուր թիվը հասել է 455-ի, որոնցից ավելի քան 150-ը երեխաներ են։ Նախարարության տվյալներով 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր զոհվել է ավելի քան 66,000 պաղեստինցի, վիրավորվել է ավելի քան 168,000 մարդ։
Գերմանական բանակը ներկայումս չի կարողանում խոցել իր տարածքի վրայով թռչող անօդաչու թռչող սարքերը, հայտում է Bild թերթը հրատարակության տվյալներով Գերմանիան չունի լիարժեք հակաօդային պաշտպանության համակարգ։ Մասնավորապես բանակի հակաօդային պաշտպանության ուժերը լուծարվել են դեռևս 2010 թվականին, իսկ հակաօդային պաշտպանության համակարգը դեռևս մշակման փուլում է։ Ավելին, գործնականում անհնար է անվտանգ կերպով խոցել անօդաչու թռչող սարքերը բնակեցված տարածքների վրայով կամ քաղաքացիական ավիացիայի թռիչքների ժամանակ, քանի որ բեկորները եւ արկերը կարող են վնասել մարդկանց, նշում է թերթը։ Սեպտեմբերի 27-ին Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը հայտարարեց, որ ուրբաթ գիշերը Շլեզվիգ Հոլշտայն երկրամասի վրայով անօդաչու թռչող սարքերի խմբեր են նկատվել։ Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ալ-Ասադը թունավորվել է, այս մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները, հղում անելով մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնին։ Նրա վիճակը ներկայումս կայուն է։ Ասադը դուրս է գրվել Մոսկվայից ծայրամասում գտնվող հիվանդանոցից սեպտեմբերի 29-ին։ ԱՄՆ-ը Նորվեգիա ռազմական ինքնաթիռներ է ուղարկել, որոնք կարող են հետևել Սուզանավերին եւ լրտեսություն իրականացնել Բալթիկ ծովում Ռուսաստանի տարածքի մոտ, այս մասին հայտում է Newsweek-ը։ Հյուսիսային Եվրոպայում ամերիկյան P-8 Poseidon բարեկային ինքնաթիռի ներկայությունը Սուզանավերի վերջրյա նավերի եւ հետախուզական խնդիրների դեմ պայքարի համար տեղի ունենում Բալթյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի պաշտպանական դիրքի ամրապնդման ֆոնին ՆԱՏՕ-ին աջակցող ամերիկյան ռազմական ուժերի շարունակական տեղակայումը ներառյալ օգոստոսի վերջին Ռուսաստանի արկտիկական շրջանի մոտակայքում գործող ականակիրները հաջորդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշման կտրուկ փոփոխությանը ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայցադիմում է ներկայացրել քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս տեղեկատվական համակարգից։ Թովմասյանը Արթուր Հովհաննիսյանից պահանջում է հրապարակային տեսանյութի միջոցով ներողություն խնդրել իր վերաբերյալ վիրավորական արտահայտությունների համար հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները։ Թագուհի Թովմասյանը պահանջում է Արթուր Հովհաննիսյանից բռնագանձել 9 միլիոն դրամ, որից 3 միլիոնը որպես հասցված վիրավորանքի համար ոչ նյութական վնասի փոխհատուցում, 6 միլիոնը որպես զրպարտության համար ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Հոկտեմբերի 2-ին Հայաստանի ազգային ժողովում գաղտնի քվեարկությամբ ընտրվել է խորհրդարանի առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը։ Իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը այս պաշտոնի համար առաջադրել է պատգամավոր Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը։ Նրա թեկնածությանը միաձայն աջակցել է 61 պատգամավոր։ Նշենք, որ նրա հասցեին մեղադրանքներ էին հնչում, որ չունի համապատասխան կրթություն այս պաշտոնում առաջադրվելու համար։ Նա մասնագիտությամբ բուժքույր է։ Ի պատասխան քննադատությունների Հռիփսիմե Հունանյանը հայտարարել էր, որ թեև չունի բարձրագույն կրթություն, սակայն իր կենսագրության ետևում սեր է թաքնված։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն աջակցելով Դոնալդ Թրամփի Գազայի պլանին փորձում է վերականգնել իր դիրքերը միջազգային ասպարեզում եւ ամրապնդել դիրքերը երկրի ներսում առաջիկա 2026-ի ընտրություններին նախաշեմին, սակայն պլանի մեջ ներառված պաղեստինյան պետականության նշումը զայրացրել է նրան ծայրեղ աջակոմյան դաշնակիցներին Իտամար Բեն-Գվիրին եւ Բեցալել Սմոտրիչին, որոնք պահանջում են շարունակել Գազայի ռազմական գործողությունները։ Թրամփի առաջարկած 20 կետանոց պլանը գրեթե ոչինչ չի պահանջում Իսրայելից կարճաժամկետում, բայց ամբողջ ճնշումը դնում է Համասի վրա, պահանջելով ազատ արձակել բոլոր պատանդերին եւ զիջել զենքերը Գազայի շրջափակման դադարեցման դիմաց։ Միևնույն ժամանակ իսրայելական բանակը պետք է մնա Գազայում մինչեւ միջազգային խաղաղապահ ուժերը ստանձնեն վերահսկողությունը։ Նեթանյահուն խոսելով Թրամփի հետ ընդգծել է, որ փաստաթուղթը հիմք է դնում տարածաշրջանում խաղաղության առաջխաղացման համար։ Ներքին քաղաքականության մեջ Նեթանյահուն կանգնած է կոալիցիոն ճգնաժամի վտանգի առաջ։ Աջակողմյան գործընկերները պլանը համարում են քաղաքական պատրանք եւ սպառնում են լքել կառավարությունը։ Վերլուծաբանները նշում են, որ Նեթանյահուն փորձում է Գազայի պատերազմի ավարտով եւ պատանդների վերադարձով շահել ընտրողների վստահությունը, սակայն ցանկացած պահի կարող է մեղքը դնել Համասի վրա, խուսափելով պլանի լիարժեք իրագործումից։ ՄԱԳԱՏԵ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԵԿ-ում հնարավոր վթարի կապակցությամբ կայանի հերթական անջատման պատճառով։ Reuters-ի փոխանցմամբ նա ընդգծել է, որ չնայած կայանը ներկայումս աշխատում է արտակարգ դիզելային գեներատորների շնորհիվ, իրավիճակը շարունակում է մնալ վտանգավոր եւ անկայուն, քանի դեռ գեներատորները գործում են, անմիջական սպառնալիք չկա, սակայն իրավիճակը հստակորեն անկայուն է եւ ոչ մի կողմ շահած դուրս չի գա միջուկային վթարից, նշել է Գրոսին։ Նրա
խոսքով կայանի վառելիքի պաշարները կբավարարեն մոտ 10 օր եւ միայն նոր մատակարարումների դեպքում հնարավոր կլինի խուսափել վթարից։ Գործակալության ղեկավարը հիշեցրել է, որ ցանկացած հարված միջուկային օբյեկտների ուղղությամբ անընդունելի է եւ վտանգավոր կոչ անելով նվազեցնել Զապորոժիեի ԱԵԿ-ի վրա հարձակումները եւ կանխել աղետալի հետևանքները, գրում է Lenta.ru-ն։ Դանիան չի կարող ամբողջությամբ պաշտպանվել ԱԹՍ-ներից, հայտարարել է երկրի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը։ Փոխանցում է Լենտան, Դանիայի կառավարության ղեկավարի խոսքով Կոպենհագենը պետք է քննարկի ԱԹՍ-ների դեմ պայքարի միջոցներում ընդհանուր ներդրումները եւ դրանց մշակումը։ Նա նշել է Դանիան, ինչպես Ուկրաինան, ակնհայտորեն կատարելագործվելու բան ունի, թեև ստիպված կլինի համակերպվել այն փաստին, որ դրոնները կարող են թռչել սահմանների վրայով։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերոս քաղաք կոչում է շնորհել մի շարք առաջնագծին մոտ գտնվող բնակավայրերի։ Ինչպես փոխանցում է Ստրանան, այդ թվում ընդգրկվել են Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադը, Նիկոպոլը եւ Մարգանեցը, Դոնեցկի մարզի Դրուշկովկան, Կրամատորսկը, Կոնստանտինովկան, Պոկրովսկը եւ Սլավյանսկը, Զապորեժիեի մարզի Գուլյայպոլեն եւ Օրեխովը, Նիկոլաևի մարզի Ոզնեսենսկը եւ Բաշտանկան, Սումի մարզի Սումին եւ Տրոստյանեցին, ինչպես նաեւ Խարկովի մարզի Խուպյանսկը, ինչպես նաեւ Խմելնիցկու մարզի Ստարո-Կոնստանտինովը։ Նշվում է, որ Ստարո-Կոնստանտինով քաղաքը ի տարբերություն մյուսների գտնվում է խորթիկունքում, սակայն նրա մոտակայքում տեղակայված է ռազմական ավիաբազա, որտեղ ենթադրաբար պահվում են F-16 կործանիչներ։ Ավելի վաղ Զելենսկին Ուկրաինայի հերոս կոչում էր շնորհել սպանված Վերխովնա Ռադայի падգամավոր Անդրեյ Պարուբիին, ընդգծելով նրա արդյունավետ անձնական ներդրումը Ուկրաինայի անկախության հաստատման եւ պետականության ամրապնդման գործում։ Ուրալվագոնզավոդ կոնցեռնում հայտնել են, որ Ռուսաստանի ԲՄՊՏ տերմինատոր մարտական մեքենաները շարունակաբար արդիականացվում են, հիմնվելով Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների փորձի վրա։ Նոր մոդելները ստացել են ավելի ուժեղ դինամիկ պաշտպանություն եւ լրացուցիչ պաշտպանիչ շերտեր կողային հատվածներում։ ԲՄՊՏ-ները, որոնք կառուցված են T-90A տանկի շասիի վրա, այժմ համալրվում են նաեւ հակադրոնային պաշտպանությամբ, մանգալներ եւ ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր, ապահովելու համար մեքենայի եւ անձնակազմի անվտանգությունը։ Նոր Relict դինամիկ զրահը եւ զրահապատ հատվածից դուրս տեղափոխված զինամթերքը բարձրացնում են տեխնիկայի կենսունակությունը։ Տերմինատորի զինանոցում կան 2 ավտոմատ թնդանոթ, գնդացիր, հակատանկային հրթիռներ եւ ավտոմատ նռնականետեր։ Սեպտեմբերի Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ԲՄՊՏ-ներով համալրված ստորաբաժանումները անցկացրել են վարժանքներ UBO-ի թիկունքում, ուսուցանելով նոր մարտավարություն։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զգուշացրել է, ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային աջակցությունից հրաժարվելը աղետալի հետևանքներ կունենա, ոչ միայն Կիևի, այլև համաշխարհային անվտանգության համար։ Նա զգուշացրել է, եթե Պուտինին հիմա չկանգնեցնեն, նա կշարունակի իր պատերազմը եվրոպական այլ երկրների դեմ։ Միացյալ Նահանգների ակնհայտ նպատակն է լինել ուկրաինացիների կողքին, դրանում ես կասկած չունեմ։ Ուկրաինայից անջատումը չի բխում Միացյալ Նահանգների շահերից, այն ինչ Միացյալ Նահանգներն արել է վերջին 3 տարիների ընթացքում, լիովին համապատասխանում է իր դիվանագիտական եւ ռազմական ավանդույթներին։ Ես ուզում եմ, որ ամերիկացիները հասկանան, Ռուսաստանից անջատումը չի բխում իրենց շահերից, ասել է նախագահը։ Մակրոնը նշել է, ԱՄՆ-ն չի կարող հեռու մնալ իրավիճակից, քանի որ նրա ռազմավարական դերը համաշխարհային անվտանգության մեջ կարևոր է։ Վերջինս զգուշացրել է, եթե Վաշինգտոնը համաձայնվի ստորագրել հրադադար առանց Ուկրաինայի համար որևէ անվտանգության երաշխիքի, դա միայն կթուլացնի ԱՄՆ դիրքերը եւ կսպառնա նրա ազդեցությանը Ռուսաստանի, Չինաստանի եւ այլ համաշխարհային խաղացողների հետ դիմակայության մեջ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի թագավորություն։ Վարչապետը հոկտեմբերի 2-ին Կոպենհագենում մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովին։ Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ։ Կոպենհագենում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Փաշինյանը նաև տեսանյութ է հրապարակել հայտնելով, որ Կոպենհագենում հեծանիվ է վարում։
Սոցիոլոգիական հետազոտությունների տվյալները բարդ, բայց ընդհանուր առմամբ միանշանակ դրական պատկեր են ստեղծում հայ հասարակության վերաբերմունքի մասին Ռուսաստանի Դաշնության եւ նրա քաղաքացիների նկատմամբ։ Չնայած տարածաշրջանային քաղաքականության բարդ ենթատեքստին, Հայաստանի հանրային գիտակցության մեջ գերակշռում են հույսի, վստահության եւ մշակութային մտերմության կայուն զգացմունքները, որոնք ամուր հիմք են ստեղծում երկկողմ հարաբերությունների համար։ Ռուսաստանի մասին Հայաստանում ընկալումների հիմնական բնութագիրը դրա խորապես դրական հուզական երանգն է։ Տվյալները հստակ ցույց են տալիս հայերի շրջանում Ռուսաստանի եւ ամենակարևորը սովորական ռուսների նկատմամբ դրական, վստահելի եւ հուզականորեն ջերմ վերաբերմունքը։ Տվյալները ցույց են տալիս, որ երբ հիշատակվում է Ռուսաստանը, հարցվածների 67%-ը հույսի զգացում է արտահայտում։ Այս զգացողությունը լրացվում է 44%-ի մոտ բարեկամության եւ 36%-ի մոտ հարգանքի հետ ասոցիացիաներով։ Բացասական զգացմունքները, որոնք նկատելի են 34%-ի մոտ, ինչպիսիք են հիասթափությունը կամ անհանգստությունը, սահմանային են եւ ընդհանուր առմամբ զիջում են ոչ միայն հույսին, այլև հուզական չեզոքությանը, որը նկատելի է 11%-ի դեպքում։ Սա ցույց է տալիս, որ տեղեկատվական տարածքում առկա քննադատական պատմությունները չեն խաթարել հիմքում ընկած դրական վերաբերմունքը։ Ավելի բացահայտող է վերաբերմունքը սովորական ռուսների նկատմամբ։ Հայերի ճնշող մեծամասնությունը 86%-ը դրական է վերաբերվում նրանց։ Այստեղ հուզական սպեկտրը խորը եւ անձնական է, գերակշռում են համակրանքը 76%-ի մոտ եւ վստահությունը 62%-ի մոտ։ Հուզական մտերմության եւ ազգակցական կապի զգալի մակարդակը, որը նկատելի էր 61%-ի դեպքում, ընդգծում է պատմական, մշակութային եւ կրոնական կապերի դերը, որոնք ձևավորում են երկու ժողովուրդների միջև հարաբերությունների եզակի կառուցվածքը մեծ մասամբ անկախ քաղաքական հանգամանքներից։ Այս տվյալները հաստատում են, որ հայերի եւ ռուսների միջև հուզական կապերն ու վստահությունը մնում են չափազանց ամուր։ Հարցվածների գրեթե կեսը 46%-ը որոշ չափով մտածում է Ռուսաստան մշտական բնակության, աշխատանքի կամ ուսման համար տեղափոխվելու մասին։ Տեղափոխվելու այս բարձր պատրաստակամությունը ենթադրում է, որ այս դրական վերաբերմունքը ոչ միայն հուզական է, այլև գործնական։ Զբոսաշրջությունը կապերի ամրապնդման մեկ այլ կարևոր ուղի է։ Հայաստանում ռուս զբոսաշրջիկների աճող թիվը դրական է ընկալվում բնակչության 61%-ի դեպքում։ Սա ենթադրում է, որ զբոսաշրջությունը դառնում է հանրային դիվանագիտության հզոր ուղի եւ հարաբերությունների ամրապնդման հիմք։ Հարցվածների ճնշող մեծամասնությունը 76%-ն անձամբ հետաքրքրված է միջպետական հարաբերությունների բարելավմամբ։ Ավելին, միջնաժամկետ հեռանկարում գերակշռում են դրական սպասումները։ Հարցվածների 56%-ը կարծում է, որ երկրների միջև հարաբերությունները կբարելավեն 5-ից 10 տարի հետո։ Այսպիսով, չնայած արտաքին քաղաքականության մարտահրավերներին, սոցիոլոգիական հարցումը ցույց է տալիս, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև հարաբերությունները զգալի կայունություն ունեն հանրային դիվանագիտության եւ սոցիալական համերաշխության առումով։ Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսնյակ-Կամիշը հայտարարել է, որ Լեհաստանը եւ ՆԱՏՕ-ն ամբողջությամբ պատրաստ են խոցել երկրի օդային տարածքը խախտող ռազմական ինքնաթիռները։ ՆԱՏՕ-ն պատրաստ է խոցել ինքնաթիռները, ասել է Կոսնյակ-Կամիշը, պատասխանելով TVN24 հեռուստաալիքի լրագրողի հարցին։ Նա հավելել է, որ յուրաքանչյուր որոշում կայացվում է հրամանատարների եւ օդաչուների կողմից, կոնկրետ իրավիճակը քննարկելուց հետո։ Լեհաստանի պաշտպանության նախարարության ղեկավարը շեշտել է, հրամանատարներն իրավունք ունեն որոշումներ կայացնել, որոնք պաշտպանում են Լեհաստանը։ Զինվորականներն իրավունք ունեն որոշումներ կայացնել, նրանց տրվել է կանաչ լույս, ինչպես անօդաչու թռչող սարքերի դեպքում։ Նա հավելել է, որ վերջին 48 ժամվա ընթացքում 10 զրույց է ունեցել այլ երկրների, այդ թվում Գերմանիայի եւ Նորվեգիայի պաշտպանության նախարարների հետ։ Կա ընդհանուր դիրքորոշում, արձագանքել, զսպել եւ համարձակ որոշումներ կայացնել։ Հենց սա է մեզ պարտավորեցնում ՆԱՏՕ-ի գերագույն հրամանատարությունը, ասել է Կոսնյակ-Կամիշը։ Նիկոլ Փաշինյանի 4-րդ հանրապետությունը Արևմտյան Ադրբեջանն է, մեղրին արդեն հանձնել է։ Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։ Նա անդրադարձել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Փաշինյանի, Թրամփի, Ալիևի միջև ստորագրված փաստաթղթին եւ նշել. Հիմա նույն փաստաթուղթ են ստորագրել, որտեղ նույնիսկ եմ կրկնում, ինձ համար անհասկանալի է ինչի է դրված նաեւ Ալիևի ստորագրությունը։ Դա նշանակում էր, որ ոնց որ Պրագայում հանձնեց Արցախը, հիմա էլ հանձնել է Մեղրին։ Դա այլ սոուսի տակ են ներկայացնում, բայց ըստ էության այդ ամբողջ խնդիրը ուղղված է դրան։ 22 թվականի հոկտեմբերի 6-ին ստորագրեց, թույլ տվեց Ադրբեջանին, ասեց կարաս ընդդեի ժողովրդին ուզում ես մորթի, ուզում ես քերթի, ուզում ես արտաքսի, ուզում ես ցեղասպանի։
Հիմա նույնը լինելու է մեղրի հետ։ Դե ժողովրդին Ադրբեջանը կքերթի, կմորթի, կարտաքսի, ինչ կանի, դա իր անձնական գործն է։ Կպարզվի, որ մի գեղեցիկ ուրիշ որ մի հատ ճանապարհ կա, որը էլի փակում է մեր մուտքը դեպի մեղրի, դες կարդացեք նույնիսկ ձևակերպումների մեջ դա հստակ նշված է։ Անխոչնդոտ հաղորդակցություն։ Մենակ անխոչնդոտը չէ, ուրիշ բաներ էլ է գրած, որ Հայաստանը ինչ իրավասություն ունի այդ ճանապարհի։ Դե թույլտվություն ստանա, որ կարողանա ներքին փոխադրում կատարել։ Ումից է թույլտվություն ստանալու, եթե ինքը անկախ, ինքնիշխան, սուվերեն։ Այդ բառակույտը, որ օգտագործում է Նիկոլ Փաշինյանը, դրանք ամենևին կապ չունեն իրականության հետ եւ այն ծրագրի հետ, ինչին իրականացնում է 18 թվականից թուրք-ադրբեջանական ֆինանսավորման պետական հեղաշրջում կատարելուց հետո։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ցավով տեղեկացնում է, որ 63 տարեկանում երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է հայկական բռնցքամարտի լավագույն մասնագետներից մեկը՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ Պավլիկ Խարսլյանը։ Խարսլյանը մեծ դեր է ունեցել հայկական բռնցքամարտի զարգացման գործում, նրա սաները բազմիցս հաղթել են Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում, նվաճելով բարձրակարգ մեդալներ։ Նա երկար տարիներ եղել է նաեւ Հայաստանի հավաքականների մարզչական շտաբում։ Եվրոպական հանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 4 միլիարդ եվրոյի նոր տրանշ, որը ձևավորվել է սառեցված ռուսական ակտիվների եկամուտներից, տեղեկացնում է կառույցի կայքը։ Գումարի կեսը նախատեսվում է օգտագործել անօդաչու սարքերի արտադրության եւ գնումների համար։ Տարվա սկզբից ի վեր Եվրամիության ֆինանսական աջակցության շրջանակում Կիևը արդեն ստացել է 14 միլիարդ եվրո, իսկ ընդհանուր աջակցությունը պատերազմական շրջանից ի վեր հասնում է մոտ 178 միլիարդ եվրոյի։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Բեռլինը կողմ է Ռուսաստանի ակտիվների հաշվին Ուկրաինային անտոկոս վարկ տրամադրելուն, որը պետք է վերադարձվի միայն այն դեպքում, եթե Մոսկվան փոխհատուցի Ուկրաինային հասցված վնասը։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ընդգծել էր, որ այսպես կոչված ռեպարացիոն վարկի մի մասը կողվի եվրոպական պաշտպանական գնումներին։ Մասնագետները զգուշացնում են, որ այս սխեման կարող է վանել ներդրողներին, որոնք այն կարող են դիտարկել որպես միջոցների փաստացի բռնագրավում, հաշվի առնելով, որ Ռուսաստանի կողմից փոխհատուցման հավանականությունը ցածր է գնահատվում, հայտնում է Lenta.ru-ն։ Օդեսայում ջրհեղեղի պատճառով մահացել է 5 հոգանոց ընտանիք, հայտնել է Օդեսայի մարզի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Քաղաքում ջրհեղեղի պատճառով մահացել է ընդհանուր առմամբ 9 մարդ, այդ թվում 1 երեխա։ Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Դնեպրոպետրովսկի մարզի Վերբովոյե բնակավայրը, տեղեկություն հայտում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։ Գործողությունն իրականացրել է Արևմուտք զորախմբավորումը, որի պատասխանատվության գոտում Ուկրաինան 1 օրում 315 զինծառայող է կորցրել։ Նժար սահմանադրական շարժման համահիմնադիր Գյուտարար Արտաշես Իկոնոմովը այսօր հայտարարել է, որ շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցը լինելու է իրենց վարչապետի թեկնածուն։ Շարժման անդամ Գարեգին Միսկարյանի բնորոշմամբ Նինա Կարապետյանցը 25 տարիների ընթացքում աչքի է ընկել արժեքների հավատարմությամբ, համակարգի կողմից ճնշումներին դիմակայելու, դրանց չենթարկվելու գաղափարական սկզբունքայնությամբ։ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոտսկին Ռադիո Z-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եթե դա անհրաժեշտ լինի Լեհաստանի անվտանգության համար։ Իհարկե, ես պատրաստ եմ անել ամեն ինչ Լեհաստանի շահերի համար, ընդգծել է նա։ Նավրոտսկին նաև նշել է, որ ազատ աշխարհում միակ առաջորդը, ով իրականում կարող է բանակցել Պուտինի հետ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է։ Հարցազրույցում Լեհաստանի նախագահը պատմել է նաև, որ հաճախ զրուցում է Լեհաստանի առաջին մարշալ Յոզեֆ Պիլսուդսկու ոգու հետ, նշելով, թե նրանք խոսում են գրեթե ամեն օր։ Պիլսուդսկին պատմականորեն հայտնի է իր հակառուսական եւ հակասովետական հայացքներով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաղեստինյան ծայրահեղական համաշարժմանը 4 օր է տալիս Գազայի խաղաղության առաջարկին արձագանքելու համար։ ԱՄՆ նախագահը Սպիտակ տնից դուրս գալիս լրագրողներին ասել է, որ Իսրայելի եւ արաբական առաջորդները ընդունել են ծրագիրը եւ սպասում են Համասին։ Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը հակասություն է տեսնում քննչական կոմիտեի նախագահի հայտարարության եւ դատարանի որոշման միջև, նա մասնավորապես նշել է. Մերձավանի սպանության դեպքով քննչական կոմիտեի նախագահը 2 օր առաջ հայտարարել է, որ Նարեկ Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է իրականացվում առերևույթ հանցանքին օժանդակելու համար, կրկնում եմ, օժանդակելու համար, այլ ոչ թե հանցանք անմիջականորեն կատարելու։
Ողբերգական դեպքից անցել է 8 օր եւ ի հեճուկս քննչական կոմիտեի նախագահի հայտարարության Նարեկ Օհանյանին առ այս պահը մեղադրանք է ներկայացված ոչ թե առերևույթ հանցանքին օժանդակելու, այլ հանցանքն անմիջականորեն կատարելու համար։ Ավելին, դատարանը արկա է համարել Նարեկ Օհանյանի կողմից սպանությունները անմիջականորեն կատարելու հիմնավոր կասկածը եւ կալանքի միջնորդությունը բավարարել նաեւ այդ հիմքով։ Այսպիսով ըստ քննչական կոմիտեի նախագահի հայտարարության Նարեկ Օհանյանը միայն օժանդակող է, սակայն այս պահին նա կալանքի մեջ է գտնվում որպես հանցանքն անմիջականորեն կատարող, ինչպես, չգիտեմ, նշել է պաշտպանը։ ԱՄՆ-ն լիցքավորող ինքնաթիռներ է տեղափոխել Մերձավոր Արևելք հնարավոր հարձակման համար։ Սրա մասին հայտնում է Colonel Kesse Telegram ալիքը։ Չի բացառվում, որ կարող է սպառնալիք հետապնդել կամ հարձակվել Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտների վրա, կամ էլ հութիների ստորգետնյա բազաների վրա լեռներում, որտեղ ընթանում է դրոնների եւ հիպերձայնային հրթիռների հավաքումը։ Նշվում է հրապարակման մեջ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը վիճել են Ուկրաինայի պատճառով։ Սրա մասին հայտնում է Bloomberg-ը հղում անելով իրազեկ աղբյուրներին։ Մերցը քննադատել է ֆոն դեր Լեյենին ԵՄ-ում իշխանության կենտրոնացման ձգտման համար։ Նշվում է, որ Գերմանիայի կանցլերը ծրագրում է լիազորությունների մի մասը Բրյուսելից վերադարձնել ազգային մայրաքաղաքներ։ Քաղաքական գործիչների միջև հակամարտության հիմնական պատճառը ուկրաինական ճգնաժամն է եւ դրա կարգավորման մոտեցումները։ Նյութում ասվում է, որ Եվրահանձնաժողովի ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր զինված ուժեր Կիև ուղարկելու եվրոպական երկրների համաձայնեցված ռազմավարության գոյության մասին։ Գերմանիայում հերքել են այդ տեղեկությունը հայտարարելով, որ Բերլինը նման ծրագրեր չունի։ Լեհաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի ուսումնական կենտրոնի տարածքում, որը գտնվում է Պոդկարպատսկիե վոևոդության Նովոդեբայում, բացվել է Ջոմսբորգ ուկրաինացի զինծառայողների համար նախատեսված ուսումնական ճամբարը, որը բացվել է երկրի հարավ-արևելքում գտնվող Նովոդեբայում։ Ճամբարի բացման արարողությանը ներկա են Լեհաստանի, Նորվեգիայի եւ Էստոնիայի պաշտպանության նախարարներ Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը, Տորե Սանդվիկը եւ Հանո Պևկուրը։ Կոսինյակ-Կամիշի խոսքով ճամբարը կարող է միաժամանակ մարզել մոտավորապես 1200 զինվորի Հանրապետության պաշտպանության նախարարության տվյալներով 2022 թվականից ի վեր Լեհաստանում մարզվել է ավելի քան 32000 ուկրաինացի զինծառայող։ Վիզիեր ավիաընկերությունն առաջիկայում կդադարեցնի Երևան-Վիեննա ավիաչվերթները։ Ընկերության գլխավոր տնօրեն Ռոլանդ Տիշների խոսքով Վիեննայից իրականացվող չվերթերի դադարեցման որոշումը պայմանավորված է Վիեննայի օդանավակայանում հարկերի եւ ծառայությունների վճարների զգալի աճով, ինչի հետևանքով ընկերությունը փակելու էր բազան այդ քաղաքում։ Մարտ ամսից փուլային կարգով կդադարեցվեն Վիեննայից իրականացվող չվերթերը։ Ավելի ուշ կտեղեկացնենք, թե որ ուղղություններով կփոխարինվեն դրանք, ասել է Տիշները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է գնա ուկրաինական հակամարտության սրման, եթե ցանկանում է խաղաղության հասնել։ Նման կարծիք է հայտնել Ուկրաինայում Եվրամիության խորհրդատվական առաքելության ղեկավարի պաշտոնակատար Ֆրեդրիկ Վեսլաուն։ Պոլիտիկո պարբերականի համար նյութում, եթե Թրամփը լրջորեն է տրամադրված հրադադարի հասնելու հարցում, ապա նա պետք է վերջապես պտտեցնի իր ընկույզները Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի փոխի Մոսկվայի մոտեցումը։ Պուտինին պետք է հասկացնել, որ նա ավելի շատ կշահի հրադադարից, քան ռազմական գործողությունների շարունակությունից։ Այսպիսով, սկսելով հակամարտության սրումը Թրամփը կկարողանա հասնել դրա դեէսկալացմանը, հայտարարել է նա։ Պաշտոնյայի խոսքով Արևմուտքը կարող է ուժեղացնել ճնշումը Մոսկվայի վրա, սահմանափակումներ մտցնելով, այդ թվում ռուսական էներգառեսուրսների արտահանման նկատմամբ երկրորդային պատժամիջոցներ սահմանելով, ինչպես նաև Ռուսաստանի 300 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվների բռնագրավմամբ։ Ուկրաինան ՆԱՏՕ-ի առաջին պաշտպանական գիծն է, ուստի նրա անդամ երկրները շարունակում են աջակցել։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Նրա հայտարարությունը հրապարակվել է ռազմական դաշինքի պաշտոնական կայքում, ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա դա մեր պաշտպանության առաջին գիծն է։ Մենք օգնում ենք ուկրաինացիներին, քանզի դա վերաբերում է մեր արժեքներին եւ իհարկե մեր հավաքական անվտանգությանը, ուստի չափազանց կարեւոր է, որ նրանք շարունակեն պայքարել։ Այդ պատճառով մենք շարունակենք աջակցությունը, հայտարարել է գլխավոր քարտուղարը։ Ըստ ՆԱՏՕ-ին անհրաժեշտ է այսպես կոչված դրոնների պատի ստեղծումն, ապարզաբանել է դաշինքը չի կարող միլիոնավոր եվրո կամ դոլար ծախսել ԱԹՍ-ների ոչնչացման հրթիռների վրա, որոնց արժեքը կազմում է ընդամենը մի քանի հազար դոլար։ Էստոնիայի պաշտպանության ուժերը երկօրյա զորավարժություններ են անցկացնում Բալթյան Հանրապետության հարավ-արևելքում գտնվող Նուրսիպալու զորավարժարանում։
Զորավարժությունների ընթացքում էստոնական զորքերը կանցկացնեն մարտական կրակոցների վարժանքներ, օգտագործելով HIMARS բազմակի կրակային համակարգեր, Caesar ինքնագրած հրետանային միավորներ եւ 120 մմ ականանետներ։ Էստոնիայի պաշտպանության ուժերի խոսնակը նշել է. «Սա առաջին դեպքն է, երբ HIMARS եւ Caesar համակարգերը օգտագործվում են վարժարանում»։ Եղանակը առաջիկա օրերին Երևանում հոկտեմբերի 1-ին եւ 2-ին հնարավոր է անձրև, հոկտեմբերի 3-ից 5-ին սպասվում է առանց ձեղումների եղանակ։ Մարզերում հոկտեմբերի 1-ին եւ 2-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաեւ մառախուղ։ Հոկտեմբերի 3-ից 5-ին սպասվում է առանց ձեղումների եղանակ, քամին արևմտյան 2-ից 5 մետր/վայրկյան, ապրոպի ժամանակ սպասվում է քամուշ գնացում 15-ից 18 մետր/վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-ին եւ 2-ին աստիճանաբար կնվազի 5-ից 8 աստիճանով։ Հոկտեմբերի 3-ից 5-ին նույնքան կբարձրանա։